Կան ժողովուրդներ, որ դարեր շարունակ ապրելով ծովի կողքին, մնում են ծովից այնքան հեռու, եւ հակառակը կան այնպիսիներ, որ ապրելով ծովից հեռու շատ մոտ են նրան։ Ես նկատի ունեմ մեզ, հայերիս։ Երբևիցե մտածել եք, թե ինչպես ստացվեց, որ լինելով փոքրականակ մի ժողովուրդ, ապրելով այս լեռներում, մենք աշխարհին տվեցինք բազմաքանակ անվանի ծովակալներ, նավապետեր, նավաստիներ, գուցե հարցը շատ ավելի խորն է, քան տվյալ պահին ծով չունենալը։ Ծովահայեր եւ ծովահեններ, ովքեր են նրանք, ինչպես նրանք Սպարտակի պարտության պատճառը դարձան, որտեղ է մինչև հիմա պահվում Կիլիկիո թագավորության գանձարանը, ով է իրականում մեծանուն մանրանկարիչ Թորոս Ռոսլինը եւ ինչ կապ կա նրա եւ շոտլանդացի խաչակիր բարոն Անրի Դիսենկլերի միջև։ Ծովահայեր, ծովահեններ, խաչակիրներ, ինչ ընդհանուր բան կա նրանց միջև։ Կիլիկիա։ Կիլիկիան ու նրա հնագույն պատմությունը սերտորեն կապված են եղել Հայաստանի հետ եւ մշտական գտնվել են հայկական մշակութային ընդհանուր ոլորտում։ Հնագույն գրավոր աղբյուրները խետական եւ խուրեական վկայում են, որ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակներում Կիլիկիան բնակեցված էր խուրիներով։ Գիտնականները Կիլիկիան համարում են արիական հնագույն տարածք։ Հայկական լեռնաշխարհի եւ Կիլիկիայի մշակութային նմանություններն այնքան ակնհայտ են, որ հասկանալի է դառնում, որ նույնն է նաեւ այդ մշակույթը ստեղծող ու տարածող էթնիկ տարրը։ Հոմերոսի Իլիականում նրանք անվանվում էին արիմներ, որոնք նույնացվում են արիների հետ։ Կիլիկիայից էր նաեւ Պլատոնի հերոսներից մեկը, Արմենիոսը։ Ռուսա առաջինը արշավներից մեկի ժամանակ հասել է Կիլիկիա եւ միացրել է այն Արարատ Ուրարտու հայկական թագավորությանը։ Մովսես Խորենացին նշել է, որ Արտաշես արքան տիրել է երկու ծովերի մեջ ընկած տարածքին եւ բազում նավերով լցրել է օվկիանոսը, իսկ պատմիչ Ֆլեգոնիուսի խոսքերով Արտաշեսը նավարկել է ցամաքով եւ քայլել ծովով։ Քրիստոսից առաջ 95 թվականին գահ է բարձրանում Տիգրան II մեծը, որի ժամանակ Հայաստանը դառնում է առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը։ Հայկական բանակը նորից գրավում է ամբողջ Ասորիքն ու Կիլիկիան։ Հատկանշական է, որ հենց այդ ժամանակ հանրահռչակ Կիլիկիո ծովահենները վերել կապրեցին, սարսափ սփռելով եւ ստիպելով հռոմեացիներին մեծ ջանքեր գործադրել իրենց դեմ պայքարի համար։ Արդյոք պատահական էր Կիլիկիո ծովահենների աշխուժացումը, թե Տիգրան մեծի ղեկավարության տակ անցնելով նրանք սկսեցին գործել Տիգրան մեծի օգտին հռոմեացիների դեմ։ Չմոռանանք, բնակչության մեծամասնությունը Կիլիկիայում հայեր էին։ Կարելի է հիշել հետաքրքիր մի միջադեպ։ Սպարտակի ապստամբության ժամանակ նա դիմել էր Կիլիկիո ծովահեններին իր զորքը Ապենյան թերակղզուց նավերով դուրս բերելու խնդրանքով եւ վճարել դրա համար։ Սակայն նշված ժամանակին ծովահենները չեն եկել ժամադրված վայրը Բրինդիզի նավահանգիստը։ Ծովահենների առաջնորդ Տիգրան Լևանը, ում հետ եւ բանակցել էր Սպարտակը, անհայտացել էր։ Իհարկե, հազար ու մի հարկելի պատճառներ կարող են խանգարել հայ նավապետին կատարել իր խոստումը։ Եղանակային պայմաններ, փոթորիկներ, ընտանեկան հանգամանքներ, խցանումներ, ի վերջո մահ։ Հասկանալու համար նախ պետք է պարզել, թե ում էր դա ձեռնտու։ Չի բացառվում, որ հենց նույն հռոմեացիները հոգացին, որ Տիգրան Լևանը տեղ չհասնի։ Բոլոր դեպքերում դարերից եկող մեղքի զգացումը կար։ Սպարտակը եւ Տիգրան Լևանը պայմանավորվել էին հանդիպել հենց այստեղ, Բրինդիզիի հին նավահանգստի կենտրոնում, ուր ավարտվում է Հռոմից եկող Ապպիան ճանապարհը։ Եվ ահա, վերջապես հայկական մի նավ մուտք գործեց այս հնագույն նավահանգիստը։ Մեզ դիմավորողներին հայտարարեցինք, որ մենք այստեղ ժամադրվել էինք Սպարտակի հետ, բայց հարգելի պատճառներով մի քիչ ուշացումով ի վերջո տեղ հասանք 2000 տարի անց։ Ներող կլինեք ուշացման համար։ Մի քանի վայրկյանից միայն կատակը տեղ հասավ։ Բոլորը ծիծաղեցին եւ ընդունեցին մեր ներողությունները։ Լավ է ուշ, քան երբեք։ Միջադեպը սպառված է։ Մենք ազգովի արդարացվեցինք։
Անտիկ ժամանակաշրջանի հանրահռչակ Կիլիկիո ծովայինների աստղը փայլեց եւս մի քանի դար, հետո աստիճանաբար մարեց, սակայն ծովայինությունը չվերացավ, իսկ հայերը սկսեցին պայքարել ծովայինների դեմ։ Ինչպես ստացվեց, որ հայերը փոխեցին իրենց դիրքորոշումը։ Հունա-հռոմեական նվաճումներից հետո Կիլիկիայում հայերից բացի սկսում են բնակվել նաև հույներ եւ ասորիներ։ Սակայն բնակչության գերակշռող մասը միշտ եղել են հայերը։ 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամիանոսի վկայությամբ Իսոսի ծոցը ժամանակին կոչվել է հայոց ծոց։ 9-ից 10-րդ դարերում տեղի ունեցավ նոր միգրացիոն ալիք մեծ հայքից դեպի Կիլիկիա։ Այս հանգամանքը իր հետ բերեց որակական փոփոխություններ։ 11-րդ դարում Ռուբեն իշխանը Կիլիկիայում ստեղծեց հայկական իշխանություն, որը կարճ ժամանակ անց դարձավ հայկական թագավորություն։ Կիլիկիան Հայաստանի աշխարհագրական դիրքը Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին իր հետքն է թողել պետության ռազմավարության վրա։ Կիլիկիայում ավարտվում էր Մետաքսի ճանապարհի ցամաքային ճյուղերից մեկը եւ սկսվում նրա ծովային մասը, որը Ասիան կապում էր Եվրոպային։ Խաչակրաց արշավանքների ժամանակ քրիստոնյա արևտրականները միջին արևելքում նախընտրում էին օգտվել հայկական կամ կիպրոսյան նավահանգիստներից։ Եթե առաջին խաչակիրներին հայկական իշխանությունները օժանդակում էին առանց տարակուսանքի, ապա հաջորդ արշավների ընթացքում հայերի ու խաչակիրների միջև հարաբերությունները ոչ այնքան միանշանակ էին։ Պարզվեց, որ նրանց շահերը տարբերվում են։ Չնայած այդ փաստին, նրանք փորձում էին պահպանել համեմատաբար հանգիստ հարաբերություններ հայկական թագավորության գոյության ողջ ընթացքում։ 1189 թվականին Ֆրիդրիխ Բարբարոսան, նույն ինքը Շիկամորուսը, ձեռնարկեց երրորդ խաչակրաց արշավանքը։ Նրա նպատակն էր ոչ այնքան Երուսաղեմի գրավումը, որքան նախկինում հռոմեական կայսրությանը պատկանող տարածքներին տիրանալը։ Արշավանքը շատ ծանր էր տրվում գերմանացիներին։ Անցնելով փոքր Ասիայի տարածքներով, նրանք մթերքի եւ ջրի խիստ կարիք էին զգում։ Բանը հասավ նրան, որ Իկոնիա հասնելիս նրանք սկսեցին սնվել իրենց ձիերով։ Ֆրիդրիխը 3 անգամ նամակ գրեց Լևոն II-ին, օգնության խնդրանքով եւ խաչակրաց արշավանքին մասնակցելու հրավերով, ինչպես նաեւ խնդրում էր հայկական տարածքներով անցնելու թույլտվություն։ Որպեսզի Լևոնին շահագրգռի, նա նույնիսկ հայոց կաթողիկոս Ներսեսին գրեց, որ Լևոնի համար մի թագ է բերում։ Սակայն Լևոն II-ը քաջ գիտակցում էր Ֆրիդրիխի նպատակները եւ հայկական Կիլիկիային սպառնող վտանգը եւ շատ զգուշ էր Ֆրիդրիխի հետ հարաբերություններում։ Լևոնը պատվիրակություն ուղարկեց, խնդրելով Ֆրիդրիխին շրջանցել Կիլիկիան։ Այնուհանդերձ Ֆրիդրիխը, անցնելով հայոց սահմանը, դիրքավորվեց Կալիկատնոս գետի ափին։ Ասպետական զրահները բառից բուն իմաստով շատ ծանր նստեցին խաչակիր կայսրի վրա։ 1190 թվականի հունիսի 10-ին, փորձելով անցնել գետը, Բարբարոսան խորտակվեց։ Հայոց Կալիկատնոս գետը իր հետ տարավ հռոմեական կայսրության վերականգնման Բարբարոսայի բոլոր երազանքները։ 1191 թվականին Լևոն II-ը եւ Ռիչարդ Արդյունասիրտը գրավեցին Կիպրոսը, որի թագը տրվեց Երուսաղեմի գահազուրկ թագավոր Գվիդոն Լուսինյանին։ Լևոնը երկրի սահմաններում տիրություններ տվեց հյուրընկալների, տաճարականների եւ տևտոնականների խաչակիր միաբանություններին, որպեսզի նրանց օգտագործի օտար ներխուժումների դեմ։ Անտիոքի դուքս Բոհեմունդը հրավիրեց Լևոնին Անտիոք, ցանկանալով խարդախությամբ գերի վերցնել նրան։ Սակայն Լևոնը իմացավ այդ մասին հենց դուքսի կնոջից, որը ըստ որոշ տվյալների եղել է Լևոնի սիրուհին, ժանրի դասական կանոններով։ Լևոնը որոշեց փոխել հանդիպման վայրը։ Նա հանդիպում նշանակեց Կաստոն սահմանամերձ ամրոցում, որտեղ եւ ձերբակալեց Բոհեմունդին եւ տարավ Սիս։ Բոհեմունդը ստիպված եղավ Լևոնի հետ հաշտություն ստորագրել։ Նա ճանաչեց Լևոնի ավագությունը եւ վերադարձրեց Ռուբեն III-ի գերության ժամանակ Կիլիկիայի զավթած հողերը։ Լևոն Մեծագործի օրոք Կիլիկիո Հայաստանը մեծ տնտեսական եւ մշակութային վերելք վերապրեց, դառնալով Մերձավոր Արևելքի ամենանշանավոր պետություններից մեկը։ Լևոն II Մեծագործը թողեց հետնորդներին
բարգավաճ ու վերելք ապրող հզոր պետություն։ Հաճախ հայ եւ եվրոպական թագավորական ընտանիքները նույնիսկ բարեկամանում էին։ Հայերը հաջողությամբ մասնակցում էին խաչակրաց արշավանքներին առանձին ջոկատներով, ինչի մասին վկայում են Երուսաղեմում գտնված գրությունները։ Եվրոպական ծովային քարտեզների պորտոլանների վրա հայկական թագավորությունը նույնիսկ նշվել է կանաչ շրջանակով, որպես խաչակիրների համար բարենպաստ տարածք։ Պորտոլան կամ Պորտուլան վերածննդի դարաշրջանի ծովային քարտեզ 13-ից մինչև 16-րդ դարերը, որի վրա պատկերված է միջերկրական եւ սև ծովերի ջրատարածքները, ինչպես նաեւ Ատլանտյան օվկիանոսի ափային գիծը Ջիբրալթարից այն կողմ։ Պորտոլանների ծովային ուրվագծերը բավական մոտ են նույն ծովերի ժամանակակից քարտեզների ուրվագծերին, ինչը չի կարելի ասել այդ ժամանակահատվածի եվրոպացիներին հայտնի այլ քարտեզների, օրինակ այսպես կոչված Մապպա Մունդիի մասին։ Պորտոլանը պատրաստվում էր նավագնացության համար։ Եվրոպական ազդեցությունը բերեց Կիլիկիայում կաթոլիկների ի հայտ գալուն, սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը մնացել է հայ առաքելական եկեղեցու կողմնակից։ Միևնույն ժամանակ թագավորությունը համեմատաբար լավ առևտրական կապեր եւ հարաբերություններ է պահպանում հարևան մահմեդական պետությունների հետ։ Որպես ապացույց կարող է հանդիսանալ Եգիպտոսի սուլտանատի հետ 1285 թվականի ստորագրած պայմանագիրը։ Վենետիկցի Մարինոս Սանուտոսը իր խաչակիրների գաղտնի գիրք աշխատության մեջ գրում է Կիլիկիո Հայաստանի 25 նավահանգիստների մասին։ Այսօր դժվար է գտնել այդ բոլոր նավահանգիստների տեղերը, սակայն ամենահայտնիները առ այսօր աչքի են ընկնում հզորությամբ եւ փառավոր տեսքով։ Այաս Կիլիկիո Հայաստանի գլխավոր նավահանգիստն է։ Նավահանգիստ մտնողներին սկզբից դիմավորում է Այասի ծովաբերդը, որը եւ հսկում է նավահանգստի մուտքը։ Քաղաքը պաշտպանող Պարիսպը իջնում է դեպի ծով եւ ավարտվում հենց նավահանգստի մուտքին կառուցված աշտարակով։ Իդեպ ամրոցի պատերը շատ հետաքրքիր կառուցվածք ունեն։ Պատերի մեջ երևում են կլոր կտրվածքով քարեր։ Միջնադարյան շինարարները օգտագործում էին հին փլուզված շինություններից մնացած երկար սյուները, որոնք սեպապնդում էին ամրոցի պատերը։ Պատերի եւ աշտարակների մեջ կան սենյակներ։ Աշտարակի պատուհանները նայում են դեպի նավահանգստի մուտքը, հնարավորություն տալով պահակախմբին հսկել իրավիճակը։ Իդեպ Կիլիկիայում եւ հատկապես Այասում կառուցվում էին տարբեր տեսակի նավեր, այդ թվում եւ մեծ, ռազմական, ինչպիսին էին օրինակ բերդանավեր եւ խալեներ։ Այդ մեծ նավերի ծանր կայմերը տեղադրելու համար անհրաժեշտ էր կռունկ։ Եթե կառուցվող նավերի քանակը շատ էր, ապա ստացիոնար կռունկը ուղղակի պարտադիր էր։ Հաճախ կռունկի դերը կատարում էին ջրի մոտ կառուցված աշտարակները։ Այաս նավահանգստի մոտ գտնվող աշտարակը ամենայն հավանականությամբ օգտագործվում էր նաեւ այդ նպատակով։ Կորիկոս նույնպես ունի ծովային եւ ցամաքային ամրոցներ։ Ծովային ամրոցը բավականին մեծ է եւ լավ պաշտպանված, հզոր պարիսպներով եւ բարձր աշտարակներով։ Ցամաքային ամրոցի մեջ կա մի արհեստական խորշ, ուր բեռնաթափվելու կամ նորոգվելու համար մտնում էին նավեր։ Արհեստական ծոցի լայնքը այնքան էր, որ նավը ներսում կարող է բեռնաթափվել միանգամից երկու կողմից։ Այսպես ավելի արագ է։ Իդեպ տեղը ճիշտ մեր նավի չափերով է։ Ամենաբարձր աշտարակի վրա պահպանվել է հայոց թագավոր հետումի հայերեն արձանագրությունը այս բերդը կառուցելու վերաբերյալ։ Անամուր մեծ ծովային ամրոց Կիլիկիո Հայաստանի արևմտյան սահմանների մոտ։ Շատ հզոր եւ տպավորիչ ամրոց է։ Իդեպ բոլոր Կիլիկիո ամրոցները մեծ վարպետությամբ եւ շատ մտածված են կառուցված։ Պաշտպանության համար ամեն ինչ նախատեսված է՝ գաղտնի անցումներ, փակ միջանցքներ եւ այլն։ Հասկանալի է, պետությունը պետք է կարողանար պաշտպանվել, ինչը եւ հաջողությամբ անում էին հայոց թագավորները եւ հատկապես Լևոն II-ը։ Հետաքրքիր մի հանգամանք հայտնի է, որ նավաստու հանրահռչակ գծավոր շապիկը ի հայտ է եկել միայն 19-րդ դարի երկրորդ կեսին։
1874 թվականի օգոստոսի 19-ին մեծ իշխան Կոնստանտին Ռոմանովը ռուսական նավատորմի նոր համազգեստի մասին հրաման ստորագրեց։ Հենց այս օրը նշվում է որպես Նավաստու շապիկի ծննդյան օր։ Դժվար թե հայ մեծ գիտնական պատմաբան Ղևոն Դալիշանին, որն այն ժամանակ ապրել է Վենետիկի Սուրբ Ղազարվանքում, անմիջապես հայտնեցին այս շռնդալից լուրը, եւ նա իրեն պատեպատ տալով իր աշխատություններում արտացոլեց այդ իրադարձությունը։ Սակայն փաստը մնում է փաստ, որ 1899 թվականին իր կողմից հրատարակած Սիսվան գրքում նա պատկերեց 13-րդ դարի հայոց Լևոն թագավորին այդ շապիկով։ Կատակը կատակ, բայց ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Ալիշանի հայոց պատմության փայլուն իմացությունը։ Հայկական նավահանգիստներից օգտվում էին թե եվրոպական եւ թե արևելյան նավերը։ Հայերն էլ իրենց հերթին օգտվում էին Եվրոպայի եւ մահմեդական երկրների նավահանգիստներից։ Իմիջիայլոց հայերի ներկայությունը Եվրոպայում բացարձակապես դրական է անդրադարձել շատ քաղաքների եւ պետությունների զարգացման վրա։ Բերենք մի օրինակ։ Երբ Լեհ թագավոր Վլադիսլավը որոշեց նավահանգիստ կառուցել, նա հրավիրեց Լեհաստանի բոլոր անվանի վաճառականներին եւ ասաց. Լեհաստանը ծովային երկիր է, սակայն պատշաճ նավահանգիստ չունի։ Մեզ հարկավոր է 300,000 դրամ նավահանգիստ կառուցելու համար։ Ինչ կասեք։ Լռություն տիրեց։ Բոլոր վաճառականները սկսեցին ուշադիր ուսումնասիրել իրենց կոշիկները, խուսափելով նայել թագավորի աչքերին։ Այդ պահին հայ վաճառական Ավետիք Բերոտովիչը ասաց. Թագավոր ապրածկենա, ինչ դրամ է պետք։ 300,000 ոսկի, 300,000 արծաթ, թե 300,000 պրինց։ Որը պատահի։ Հաջորդ օրը նա թագավորին բերեց 300,000 ոսկի, 300,000 արծաթ եւ 300,000 պրինց։ Այդ փողերով կառուցվեց եւ առ այսօր կանգուն է թագավորի անունը կրող Վլադիսլավովը նավահանգիստը։ Ափսոս, այսօր Հայաստանում Ավետիքի նման մարդ չկա, որ մի կարգին նավահանգիստ կառուցի։ Վերադառնանք Կիլիկիո ռազմական նավատորմին։ Կիրակոս Գանձակեցին նկարագրում է հայոց թագավոր Լևոն II-ի եւ ծովայինների միջև տեղի ունեցած ծովամարտը։ Լևոն II-ը խորտակեց սկզբից ծովայինների դրոշակակիր նավը, ինչից հետո մնացած նավերը դիմեցին փախուստին։ Իսկ Լևոն III-ը Մարկո Պոլոյին է նվիրել իրենց համար հատուկ պատրաստված մի ռազմանավ։ Համաձայն Մարկո Պոլոյի դա մեծ ռազմական նավ է եղել, ինչը ինքնին արդեն թագավորի եւ պետության հզորությունը վկայող շքեղ նվեր է։ Թագավորությունը ուներ նաեւ առևտրական նավատորմ։ Այսպիսին է եղել Կիլիկյան Հայաստանի թագավորության միջին չափի առևտրային առագաստանավը։ Այս նավը վերականգնվել է ձեռագրերի ու մանրանկարների հիման վրա։ Իդեպ, ամենից շատ նավերի պատկերներ հանդիպում ենք հանրահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մոտ։ Նկարիչ, որի մասին շատ քիչ գիտենք։ Ով էր Թորոս Ռոսլինը։ Սովորաբար անունից հետո նշվում է ծագումը, ծննդավայրը կամ ապրելավայրը, այսինքն Թորոսը Ռոսլինից։ Սակայն այսպիսի վայր պատմական Հայաստանում չկա, բայց կա Շոտլանդիայում։ Էդինբուրգից ոչ հեռու Ռոսլին գյուղն է, որը պատկանում է Սինկլերների ընտանիքին։ Բարոն Անրի դե Սինկլերը Գոթֆրիդ Բոլոնացու հետ միասին մասնակցել էր առաջին խաչակրաց արշավանքին։ Բարոնի Շոտլանդիայի վերադառնալու մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Իսկ գուցե խաչակիրը ամուսնացել եւ մնացել է Հայաստանում, ինչը սովորական երևույթ էր։ Փաստացի ոչինչ հայտնի չէ այս մեծ մանրանկարչի կյանքի մասին։ Միակ աղբյուրը դա նրա թողած ժառանգությունն է։ Որքան էլ քիչ են նկարչի անձնական կյանքի մասին նյութերը, որոշ տեղեկություններ կարելի է քաղել նրա 13-ամյա գործունեության արդյունքում ստացած 7 հանրահայտ մանրանկարներից։ Ուշադրություն դարձրեք, աշխատանքներից մեկում Թորոսը ստորագրում է Ռոսլին ըստ իմ նախնիների։ Գուցե սա է ուշումը։ Իշխանական, թագավորական հայտնի մեծ տոհմերի, ազգանունների կամ մականունների մեջ մենք քանի որ չունենք Ռոսլին մականունը, ազգանունը, ուրեմն պետք է դա փորձենք փնտրել այլ ազգերի մեջ, որոնց հետ հայերը շփում են ունեցել, այն ընդդիմախոսները, որոնք
գտնում են, որ այս վարկածը, Ռոսլինի Սենտ Կլերներից ծագելու վարկածը հող չունի, անշուշտ պետք է նկատի ունենալ, որ վարկածը, գիտական վարկածը միշտ իրավունք ունի ապրելու, որովհետև գիտական վարկածը կարող է 200 տարի հետո միջև անգամ լրացուցիչ փաստերով հաստատվել, կարող է 100 տարի, 50 տարի, մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպասում վաղը, ինչ նոր հայտնագործություններ։ Սինկլերների ընտանիքը առ այսօր գոյություն ունի եւ Ռոսլինում դղյակի ու մատուրի տեր է։ Ի դեպ, այդ մատուրը նկարագրել է Դեն Բրաունը իր Դա Վինչիի ծածկագիրը հայտնի գրքում։ Եվ այսպես, մենք կարծես գործ ունենք բարոն Անդրի դե Սինկլերի հետնորդի հետ, որը ենթադրաբար ուներ մի մասով շոտլանդական արյուն եւ 100%-ով հայկական ոգի։ Սպասենք մասնագետների կողմից այս առեղծվածի բացահայտմանը։ Իսկ մենք վերադառնանք մեր պատմությանը։ Ծովային առևտրի զարգացումը անմիջապես կապված է այդ առևտուրը կարգավորող օրենքներից։ Ափային իրավունքից հրաժարվելու օրենքը խթան հանդիսացավ ծովային առևտրի զարգացման համար։ Դատաստանագրքի, որ ընդունված էր Հայաստանում ինչպես գործող օրենքների ժողովածու, 105-րդ հոդվածը պարտավորում էր վերադարձնել թագավորության ափերի մոտ նավաբեկության ենթարկված նավերը եւ նավի բեռը օրինավոր տերերին եւ արգելում էր ավարի յուրացումը, ինչպես դա ընդունված էր այն ժամանակ։ Անհրաժեշտ է նշել, որ նման օրենք Ֆրանսիայում ընդունվել է միայն 500 տարի անց։ Այս օրենքի հիման վրա 1201 թվականին ստորագրվել էին պայմանագրեր Վենետիկի եւ Ճենովայի հետ նավաբեկված նավերը եւ ունեցվածքը օրինավոր տերերին վերադարձնելու մասին։ Նման պայմանագիր 1285 թվականին ստորագրվել էր նաեւ Եգիպտոսի սուլտանատի հետ, չնայած այն փաստին, որ Կիլիկյան Հայաստանը եւ Եգիպտոսը պարբերաբար պատերազմում էին միմյանց հետ։ Թագավորների մտածված մեղմ քաղաքականությունը վաճառականների նկատմամբ խթանեցին առևտրի եւ տնտեսության զարգացումը։ Սա Լևոն թագավորի կողմից ստորագրված եւ ճենովացիներին տրված իրական արտոնագիրն է։ Եվրոպացիները հիմնադրել էին առևտրական գաղութներ թագավորության գլխավոր նավահանգստում Այասում։ Հիշատակվում է նույնիսկ վենետիկցիների եւ ճենովացիների միջև այս նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած ծովամարտը։ Առևտրական կապերը եղել են երկկողմանի։ Եվրոպական տարբեր քաղաքներում ստեղծվել էին հայկական առևտրական գաղութներ։ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի սյուների վրա պահպանված հայկական գրությունները, ինչպես նաև Վենետիկի արխիվներում պահպանված փաստաթղթերը, խոսում են այստեղ հայ առևտրականների ակտիվության մասին։ Աստիճանաբար հայկական նավահանգիստները եւ հատկապես Այասը դարձան եգիպտական Ալեքսանդրիայի առևտրական մրցակիցը։ Եգիպտոսը չէր կարող հանդուրժել այսպիսի մրցակցի արկայությունը։ 1375 թվականին թագավորության մայրաքաղաք Սիսը ընկնում է, սակայն տարածաշրջանի բնակչությունը շարունակում է մնալ հիմնականում հայկական, ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ ոչնչացվում է կամ տեղահանվում թուրքերի կողմից։ Իսկ ինչ եղավ հայոց թագավորական տոհմի հետ։ Կիլիկիո հայկական թագավորության հետ կապված կան երկու արտասովոր եւ անչափ հետաքրքիր իրադարձություններ Եվրոպայում։ 1383 թվականին տաքարյուն իսպանացիներին ցնցեց անսպասելի մի լուր։ Խուան առաջին թագավորը նվիրել է Մադրիդ, Վիլլարեալ եւ Անդուխար քաղաքները ոմն հայոց թագավորին։ Այդ հայոց թագավորը Լևոն 6-րդ Լուսինյանն էր, Կիլիկիո Հայաստանի վերջին թագավորը։ Սա Լևոն 6-րդ Լուսինյանի տուրն է, որը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար վանքում։ Պայմանագիրը ենթադրում է վերադարձնել այդ քաղաքները Լևոնի մահվանից հետո։ Լևոն Լուսինյանը վախճանվել է 1393-ին Ֆրանսիայում եւ թաղվել Սեն-Դենի աբբայությունում։ Իսպանացիների բախտը բերեց, իսկ անգլիացիներինը այդքան էլ չէ։ Եվ ահա թե ինչու։ Կանխատեսելով Կիլիկիո Հայաստանի անկումը, հայոց վերջին թագավորը պետական գանձարանը հանձնեց Անգլիայի թագավորին։ Ի պահ պայմանը մինչև այն պահը, երբ Հայաստանը նորից ձեռք կբերի անկախություն։ Ժամկետը նշված չէր։ 2001 թվականին պրոֆեսոր Սուրեն Այվազյանը դիմել էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նամակով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը Կիլիկյան Հայաստանի գանձարանը
650 տարի անց։ Պատկերացնում եք, ինչպիսի թվի մասին է խոսքը։ Երևի անգլիացիները մինչև հիմա հաշվում են, եւ դրա համար էլ պատասխանը առայժմ չի եղել։ Դե ինչ, պարոնայք անգլիացիներ, պահը հասունացել է, Հայաստանը անկախ է։